Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերքս ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Խաչատրյան, թերևս հաղորդումը սկսենք Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության հրապարակած զեկույցից, որում կան բազմաթիվ վտանգավոր դրույթներ, կետեր, թե ներքաղաքական առումով, թե արտաքին քաղաքական առումով։ Մասնավորապես զեկույցում նշված է, որ Վաշինգտոնյան հանդիպումից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես Ալիևը, ոչ միայն չի նվազեցրել Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների վերադարձ խոսույթը, այլ բերել է ավելի գործնական տիրույթի եւ այդ նույն համատեքստում զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը շարունակվում է զինվել, ընդ որում ռազմական բյուջեի աճի տեմպերը գերազանցում են մյուս ոլորտների աճին ու շատ հաճախ այդ աճը արվում է ի հաշիվ մյուս ոլորտներին։ Եվ միաժամանակ նշվում է, որ այդ զեկույցում, որ Ադրբեջանի կողմից էսկալացիայի որևէ վտանգ չկա։ Հիմա ինչպես հասկանալ այդ զեկույցը։ Զեկույցը մի հատ բան իրավիճակում ենք ապրում, երբ որ դրամաբանությունը մահացել է, հա, անդադ որտեղ ինչ է, նորմալ մարդն ինչ է անում, փորձում է ցանկացած երևույթի տակ գտնել այդ դրամաբանությունը։ Հիմա մի հատ այդ զեկույցին բերեք բան անենք, հա, հակադրենք 3 օրերս այդ Դավոսում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը, հա, շնորհակալությունները, խաղաղության հաստատման մասին պնդումները, խաղաղության գովերգումը եւ այլն, կամ տնտեսական այդ համագործակցության։ Հիմա այստեղ երկու զեկույցների բանի արդյունքում, այդ վերլուծության արդյունքում, երկու էս խոսքերի, հա, վերլուծության արդյունքում ծագում է մի հատ հարց։ Իսկ ուր է խաղաղությունը։ Ուր է խաղաղությունը։ Ուր է խաղաղությունը, որտեղ հիմա տեսեք, մեր ու, չգիտեմ, օրինակ Պարագվայի միջև խաղաղության պայմանագիր պետք չի կնքել։ Չունենք հնարավորություն ոչ տեսական, ոչ գործնականում մենք այդ պետության հետ կոնֆլիկտի, եթե անգամ վաղ իրար պատերազմել հայտարարենք, բանա, չէ՞, ոչ մենք, ոչ Պարագվայը իր մաշկի վրա չի զգա այդ պատերազմի հետևանքը։ Ադրբեջանի հետ, երբ որ մենք 30 տարի կոնֆլիկտ ենք ունեցել եւ սկսած գոնե 20 թվականից Ադրբեջանը մեր համար Իրանից ներկայացնում է գոյաբանական վտանգ, ու մենք մշտապես այդ ճգնաժամի մեջ ենք։ Մենք իսկապես պետք է երաշխիք, որ այս պատերազմից, այս պարտությունից, այս նվաստացումներից հետո գոնե ինչ-որ մի հատ իրավաքաղաքական ստորագրված երաշխիք կա, որը կսանձազերծի հետագա ագրեսիան Ադրբեջանի կողմից կամ այլ տեսակ ոտնձգություններ, տարածքային ամբողջականության դեմ, դեմոգրաֆիայի դեմ եւ այլն։ Հիմա ուր է այդ երաշխիքը։ Որն է այդ երաշխիքը։ Թրամփի ներկայությամբ ստորագրված, նախաստորագրված փաստաթուղթը դա երաշխիք չի։ Ասեմ ավելին, այլևս Թրամփը ինքը երաշխիք չի, որտեղ մենք տեսնում ենք, որ գերտերությունները կարծեք թե հերքել են ու մերժել են միջազգային իրավունքը եւ լրիվ այլ իրավական նորմերով են իրենց քաղաքական ծրագրերը իրականացնում։ Որում ներողություն ընդհատելու համար հենց ձեր ասացի հետ կապված մեջբերեմ, որ նույն Դավոսում Ալիևը հայտարարեց, որ ցավոք աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե իրավունքով, միջազգային իրավունքով ու օրենքով, այլ ուժի կիրառմամբ։ Դե հիմա ցավալի բան պետք է ասեմ։ Ալիևը արդեն տևական ժամանակ հասկացել է համաշխարհային
քաղաքական ազդակները, դրանց զարգացումները, դրանց հետևանքները, Նիկոլ Փաշինյանը անգամ այն որ ասում էր մենք առաջի դասարն ենք մնացել, ինքը մանկապարտեզից էս կողմ չի եկել։ Ու մինչև այսօր մեր ժողովրդին կերակրում են ինչ-որ կիսաստորագրված թղթերով, որոնք որևէ երաշխիք չունեն, հա, ուրեմն տեսեք մի հատ այդ որ ասում եմ տրամաբանությունը, երբ որ մենք ասում ենք 19 թվականին ձեզ առաջարկվել էր պայմանագիր, որը ուներ միջազգային երաշխիքներ, խաղաղության պայմանագիր, լուծման հնարավորություն միջազգային երաշխիքներով, ասում են, բայց ով է ասում, որ Ալիևը այդ թուղթը ստորագրելուց հետո չէր հարձակվելու Ղարաբաղի վրա։ Okay, ընդունեցինք, ոչ մեկ չի ասում։ Հիմա առանց որևէ երաշխիքի կիսաստորագրված կամ չստորագրված թղթով մեր ժողովրդին եկել են համոզելու, որ գիտեք, սա հարատև խաղաղությունն է։ Վերջացավ, պատերազմ չի լինելու։ Եվ միակ փաստարկն այն է, որ սահմանում կրակոց չի հնչում։ Դե հիմա այդ չի հնչում, որտեվ Ալիևին ես վերջերս այդ հարցը բոլորին եմ տալիս։ Իսկ Նիկոլ Փաշինյանից ավելի հարմար ղեկավար Ալիևի համար երբևէ ունի կամ կլինի երբևէ չի լինի։ Դրա համար Ալիևը կնպաստի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա Հայաստանի հաջորդ կամ շարունակի ղեկավարել Հայաստանը, որպեսզի շատ հեշտությամբ ստանա բոլոր ճանապարհները անխոչնդոտ, ոնց ինքը կուզենա, փոփոխված սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցիների վերադարձ, այդ ցանկացած բան, որովհետև Ալիևը անգամ Դավոսում մեծ հաշվով խոսում էր շանտաժի լեզվով, ընդ որում այդ շանտաժն ինքը անում էր իր առաջ չոքած իր գործընկերոջը։ Այդ տպավորությունը է դա, ով ինչ կուզի թող հակառակը փորձի պնդել, բայց միևնույնն է ակնառու տպավորությունը, երբ որ Ալիևն է խոսում ու Նիկոլ Փաշինյանը, էսա որ մեկը շանտաժ է անում իր ձեռքի տակ ունենալով հասկանալի լծակներ, իսկ մյուսը փորձում է չոքած վիճակից ինչ-որ բաներ, ընդ որում ոչ թե հակազդելու Ալիևին, այլ լրացնելու իր հետևում գտնվող ժողովրդին, որպեսզի հնարավորություն ստեղծի այդ շանտաժները իրականացնելու համար։ Հիմա այդ զեկույցը, թե իմ ասած ելույթը, հա, որպեսզի մենք պետք է հասկանանք մի բան, Հայաստանում այդ զեկույց, ելույթ, ես չգիտեմ, դրանք իմաստազուրկ բաներ են դարձել։ Այն էլ Հայաստանի արտաքին հետախուզության, այդ ծիծաղալի կառույցի բան։ Իդեպ էլի շարունակենք արտաքին հետախուզության այդ զեկույցի թեման, որովհետև ուզում եմ մի հատ զուգահեռ անցկացնեմ, ժամանակին Ալիևը հայտարարում էր, որ եթե Հայաստանը չտրամադրի կապ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, ապա մենք այն կվերցնենք ուժով։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ այդ կապը Նիկոլ Փաշինյանը տրամադրում է, անվանեցին այն Թրամփի ուղի, սակայն փաստը մնում է այն, որ այն ունի միջանցքային տրամաբանություն։ Հիմա նույնն էլ այս զեկույցի հետ կապված։ Ալիևը ըստ զեկույցի ավելի է ակտիվացրել ու գործնական հողի վրա բերել այդ արևմտյան Ադրբեջան ու ադրբեջանցիների վերադարձ գաղափարախոսությունը եւ միաժամանակ շարունակում է զինվել այլ ոլորտների հաշվին, այսինքն Ալիևի համար ռազմական ճյուղը մնում է որպես գերակայություն։ Հիմա կարող ենք նորից նույն պատմությանը ականատես լինենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվի ադրբեջանցիների վերադարձին, թեպետ նա տեսականորեն արդեն տվել է իր համաձայնությունը, ապա դրան կհաջորդի Ալիևի մյուս սպառնալիքը, որ եթե ադրբեջանցիները չվերադառնան Հայաստան, ապա մենք նրանց կվերադարձնենք զենքի ուժով։ Ես վերջերս կարճ գրառում եմ արել այդ Facebook-յան։ Գրել էի, որ նախագահի մասին է խոսքը առաջի։ Այդ որ ասել էր, որ Հայաստանի մի ազգի կեսը կործանեց, մյուսն էլ կործանի, այդ գիտեք հումոր էր, այդ կամ վատ չար հումոր էր, այդ իրականությունն է։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է
Հանրապետության հրապարակի շենքում մենք ամենայն այն որ մտներովս չի անցել մենք այդ երևույթները տեսնելու ենք։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Իհարկե, բայց մինչև 20 թվականը, լավ 23 թվականը որևէ մեկի մտքով անցնում էր, որ դատարկված Արցախ կլինի, մանավանդ այդ շրջանակների, հա։ Դե համարում էին, որ կատակ էր, որ եթե պատերազմ եղավ, մենք պարտվելու ենք։ Համարում էին, որ ինչ էին ասում, հայ քաղաքական ու մտավորական միտքը, որտեղ նստում, որտեղ կանգնում էր, ասում էր Ղարաբաղի հարցը լուծել ենք, չկա Ղարաբաղի հարց, նոր պատերազմներ, նոր տարածքներ, ոչ միթից հող եւ այլ, հա։ Այդ ամբողջ այդ բանն է եղել։ Այդ մի հատ, չգիտեմ, այդ հիվանդության այդ բանը վիրուսը մտել էր այս ազգի ուղեղի մեջ ու 17 թվականին, երբ Հայ ազգային կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ քաղաքական հայտ ներկայացրեց հաշտություն, բարիդրացիություն, խաղաղություն մանով լոզունգով մեզ հոշոտում էին։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ ինչի եմ ասում, ես չեմ ասում նրա համար, որ մենք ճիշտ էինք, հիմա էլ ենք մենք ճիշտ։ Մենք ասում ենք, որ ուզեք թե չուզեք, պիտի հավատաք այդ վերլուծություններին, որտեղ այդ վերլուծությունները իսկ քանի Նիկոլ Փաշինյանը գտնվում է Հանրապետության հրապարակում եւ իր ձեռքին է Հանրապետության գլխավոր կնիքը, մենք ավելի մեծ աղետների ենք։ Այսինքն շուտով նաև տեսնելու ենք ադրբեջանցիներով բնակեցված Ես հուսով եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանը չի լինի այդ շենքում եւ մենք այդ աղետը չենք տեսնի։ Ես պնդում եմ, որ մեր ժողովուրդը պիտի գնա այդ քայլին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնենք մեր պետության գլխավոր կնիքը։ Որտեւ այ ասում են, ինքը չլինի, ուրիշը լինի, ինչ կարա անի։ Ես ասում եմ, որ միայն այն փաստը, որ երկրի ղեկավարը չի լինի պարտությունը, այդ պարտության հայրը, հա, պարտությունը ստեղծողը, այդ արդեն լրացուցիչ մի հատ հնարավորություն է տալիս բանակցային հարաբերությունների մեջ։ Պարոն Խաչատրյան, այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խոսում են ինչ-որ հիբրիդային պատերազմից, իբր հիբրիդային հարձակումներից, որոնք ըստ նրանց թեպետ հստակ չեն մատնանշում հասցեատերը, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ նկատի ունեն Ռուսաստանին։ Դերևս վերջերս տեղի ունեցավ աննախադեպ բան, երբ Հայաստանի իշխանությունները դիմեցին Եվրոմիությանը, որպեսզի նրանք օգնեն Հայաստանին ընտրությունների ժամանակ դիմակայելու այդ հիբրիդային հարձակումներին։ Այսինքն տեղի ունեցավ աննախադեպ երևույթ այն առումով, որ Հայաստանի իշխանությունները դիմեցին օտարներին, որպեսզի նրանք ուղղակիորեն խառնվեն Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրական գործընթացներին։ Այդ նույն համատեքստում կարելի է դիտարկել նաև երևի Ֆիդանի հայտարարությունը, որը նույնպես աննախադեպ էր, որովհետև դեռևս չի եղել դեպք, երբ օտար պետության, այն էլ Թուրքիայի արտգործնախարարը իր աջակցությունը հայտնի 2026 թվականի խորհրդարանական ընտրության թեկնածուներից որևէ մեկին, որովհետև այլ բան է, երբ որ պետությունը, օտար պետությունը ողջունում է փաստացի ղեկավարի քաղաքական կուրսը եւ այլ բան է, երբ որ ողջունում է եւ իր աջակցությունն է հայտնում թեկնածուներից մեկին։ Հիմա արդյոք մենք չենք կարող ենթադրել, որ Հայաստանը այո գտնվում է իրոք հիբրիդային հարձակման, հիբրիդային պատերազմի մեջ, սակայն հենց Թուրքիայի կողմից։ Հայաստանը այդ հիբրիդային պատերազմի վտանգը դուք հիմա շատ լավ հիմնավորեցիք, որ գալիս է մեր իշխող քաղաքական ուժից։ Դուք պատկերացնում եք, մի հատ, չգիտեմ, նորմալ երկրում հանգարց Եվրոմիությունը հայտար այդ ուղիղ ներքին գործերին խառնվել է, չէ՞։ Ընտրական գործընթացներին, իհարկե։ Հիմա կամ էլ չեմ ասում, պատկերացնում եք, ասենք Հայաստանը անմեղ օրինակ բերեմ, էլի, վաղը պաշտպանի Վրաստանում որևէ քաղաքական ուժի թեկնածու։ Հա, թեկնածուին ասի, որ մենք աջակցում ենք կամ կաջակցենք կամ աջակցում ենք իր քաղաքական, ասում են իբր կոնտեքստից կտրված, բայց կոնտեքստը մի բան է։ Այդ մեսիջը, որ Թուրքիան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի
տեխնացությունը։ Նույնիսկ Ֆիդանի հայտարարության մեջ ընդգծված է, որ Հայաստանում տեղի ունենալու Անկամ եթե 20 հատ ուրիշ բառով կազմակերպել այդ միտքը, միևնույնն է, այդ մտքի արդյունքում մենք հասկանում ենք Թուրքիայի շահագրգիռ։ Այդ նոր քիչ առաջ ասած, դե բարձր է, որ Ալիևին եթե ձեռնտու է նաև Թուրքիային։ Նիկոլ Փաշինյանը այսօր ձեռնտու քաղաքական գործիչ է եւ ձեռնտու իշխանություն կլինի Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոմիության համար։ Այն որ Նիկոլ Փաշինյանը մեզ ներաքաշել մի հատ գերտերությունների բանի մեջ այդ Հայաստան դարձնելով այդ շահերի թատերաբեմ, հա, կամ ռազմադաշտ։ Այդ արդեն վաղուց է ու մշտապես խոսել ենք, որ այդ շատ վատ հետևանքներ է ունենալու։ Իսկ հիմա եթե մի անգամ էլ թույլ տանք, որ այդ միջազգային եվրոպական կառույցները կամ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց շահերը բերեն, շահկապեն Հայաստան ներհայաստանյան ընտրությունների կամ իշխանության ձևավորման գործընթացի հետ, այդ արդեն ընդհանրապես սուվերենիտետի մասին մենք կարող ենք մոռանալ։ Մենք դառնում ենք այդ կենտրոնների կողմից առաջադրված քաղաքական ուժի գերին։ Էլ ինչ ինքնիշխանություն, այսինքն այս ԿՊ-ի համար տարօրինակ բան կա, հա, եթե ռուսների հետ է հարաբերությունները, ինքնիշխանության զիջում է։ Եթե արևմուտքին դու տալիս ես նվիրում ես այդ նշաձողի բարձրացում։ Այդ միայն որպես բան եմ ասում, հա, որ վաղը մեր տուն չայցելեն քաղաքական վերլուծության բանով, այս քրեական օրենսգրքի հոդվածով, բայց այս դավաճանությունն է։ Դավաճանություն սեփական պետության, սեփական ժողովրդի դեմ։ Այս այլ կերպ չի կարելի բան անել, հա, որտեղ ոնց կարա, հիշում եք, օրինակ ես ուզում եմ հիշեցնել, էլի զուգահեռներ անցկացնել։ Երբ Տեր-Պետրոսյանին հարցրեցին հայտնի ասուլիսում, դուք էլ կողքը նստած եք, որ Ռուսաստանը ձեզ կօգնի, ասեց ինձ պետք չի որևէ այլ գերտերության օգնություն, եթե ինձ իշխանությունը սկուտեղի վրա դնեն, ես մի ծաղիկ կդնեմ ու կվերադարձնեմ իրանց։ Էս է ինքնիշխանությունը։ Դու գնում ես եվրոպական կառույցներին բերում ես քո ժողովրդի վրա, որպեսզի կարողանաս այստեղ քվ հավաքես իրենց օգնությամբ։ Դե կարող եմ մի հատ էլ նշանակես։ Որում իրանք են խնդրում։ Բարերին Հայաստանի իշխանությունն է խնդրում այդ միջամտությունը։ Մի հատ էլ կարող է բերես այդ կառույցների ղեկավարներին նշանակես մարզային շտաբներից ղեկավար։ Ես կարծում եմ քաղաքական գրագիտությունը հուշում է, որ նույն Ֆիդանի հետ կապված իշխանությունները, եթե իրոք նպատակ ունեն ինքնիշխանության նշաձողի բարձրացման, պետք է հայտարարությամբ հանդես գային, որով Ֆիդանին, Թուրքիային կոչ անեն, որպեսզի նրանք չմիջամտեն Հայաստանի ներքին գործերին, անկախ նրանից, թե ում են նրանք աջակցում։ Ես որ ասում եմ միջազգային իրավունքը դադարել է գործել։ Դուք ընդդիմության մեջ եք երկար տարիներ եղել ու լավ կհիշեք, որ մենք շատ դեպքերում մեր կոպիտ ասած վերջի հույսը եւ կեղծված կամ ընտրական process-ում մենք դիմում ենք այդ կառույցներին, որպեսզի կարողանային վերահսկել, հա, այդ իշխանական ապարատի կողմից կատարվող այդ ընտրակեղծիքները կամ խոչընդոտեին կամ դրանց կամ գոնե մեզ պաշտպանեին, հա, այդ բաներից, դրա հետևանքով բռնաճնշումներից։ Հիմա ստացվում է ինչ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում անհնար է ընտրությունները կեղծել ու հրավիրում է, որ կան ինչ անեն այդ կառույցները։ Էլ չեմ ասում, որ ընդդիմության հույսն են այդ կառույցները։ Գալիս են ընդդիմությունից պաշտպանեն ընտրությունների Խոշոր հաշվով, այո, իշխանությունները այդ կառույցներին հրավիրում է, որպեսզի նրանք պայքարեն ընդդիմության դեմ։ Դա փաթեթավորվում է հիբրիդային հարձակման անվան տակ, բայց իրականում հենց ինքը հիբրիդային պատերազմը հայտարարված հայ ժողովրդին իշխանությունների կողմից, իշխանության, իշխող ուժի կողմից, ասենց ասենք, հա, որտեղ մեր իշխանությունը վաղուց դադարել է իշխանություն լինելու։ Այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունն է։ Այդ կուսակցության շահերում մեր ժողովրդի շահերը չեն համընկնում վաղուց իրար հետ։ Մեր ժողովրդի շահերը, օրինակ, պարզ օրինակ ասեմ, մեր ժողովրդի շահերից կբխեր, որ թոշակառուների կենսամակարդակը մի փոքր բարձրանար։ Բայց այն հիմնավորումից հետո, որ մեր թոշակառուները
10,000 դրամ ծախսելու Չգիտեն ոնց։ ձևը չգիտեն, հաջորդ քայլով ցույց տվեց, թե ովքեր են կարողանում եւ ինչպիսի գումարներ են կարողանում ձևը գիտեն եւ կարող են ծախսել։ Այդ ԿՊ-ական ուրեմն բաներն են, նախարարներն են, падգամավորներն են, փոխնախարարներն են, բաժնի պետերը։ Որում նույնիսկ այդ ծավալներն է աննախադեպ, այդ պարգևատրում Հարաբես պարգևատրման այդ բանն աննախադեպ, հա, որտեվ մենք բոլորս եղել ենք ու առիթ ունեցել ենք աշխատելու, աշխատավարձ ստանալու պետական բյուջեից եւ որոշ հիմնարկներում մարտի 8-յան բաներ կար, այդ պարգևավճարներ, հա, այսօրվա լեզվով։ Ավելի շատ սիմվոլիկ գումար։ Սիմվոլիկ գումար։ Կար մի հատ, խորհրդային տարիներից եկած 13-րդ աշխատավարձ կոչված ու վերջ։ Բայց հիմա իշխանությունները ներկայացնում են այնպես, որ հանրությունը պետք է շնորհակալ լինի ու գոհ լինի, որ նախարարները 7-ից 9 միլիոն դրամի պարգևատրում են ստանում, падգամավորներն էլ ստանում են, եթե չեմ սխալվում, մոտ 3 միլիոն դրամի կարգի պարգևավճար ստացան, ընդ որում այս վերջերս ԿՊ խմբակցության падգամավորներից Ռոստամ Բակոյանը լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ 1 միլիոն դրամ աշխատավարձը ամենևին էլ բարձր չէ падգամավորի համար, այլ ընդամենը միջին աշխատավարձ։ Անկեղծ ասած, ես համարում եմ, որ իսկապես падգամավորի աշխատավարձը 1 միլիոնը ցածր է։ Եվ ավելի բարձր աշխատավարձ ստանա падգամավորը։ Բայց սա անթույլատրելի է, եթե քո թոշակառուն 40,000 դրամ։ Այդ հոշակառույն բարձրացրեք 200,000 դրամ, որպեսզի ես չգիտեմ կհերիքի թե չէ։ Ինձ հաստատ չէր հերիքի 200,000 դրամը։ Բայց բարձրացրեք 200, 250, 300,000 դրամ թոշակը։ Նոր ձեր աշխատավարձը։ Հետո այո, իսկապես պետություն կառավարող մարդը պետք է ապրի սոցիալական պաշտպանվածության բանում, հա։ Բայց դու բանին 40,000 դրամ թոշակառու միաժամանակ հեգնես, որ եթե մենք բարձրացնենք 10,000 դրամ, նա չիմանա այդ գումարը ինչ անի։ Այս մենք հիմա մի հատ մյուս բան է։ Ներողություն, մի բան ընդհատեմ, քանի որ խոսեցինք խոսքի սկզբում Վահագն Խաչատրյանի մասին, թեպետ նա նախկինների օրոք Խաչատրյան էր, ես նրան ինչքան հիշում եմ Խաչատրյան է եղել, թե ինչպես դարավ Խաչատրյան հայտնի չի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ թոշակառուն չի իմանալու ինչ անի 10,000 դրամը, եթե չեմ սխալվում, Հայաստանում թոշակի են անցնում 63 տարեկանից։ Ահա այդ չափանիշով Վահագն Խաչատրյանը նույնպես թոշակառու է։ Եթե թոշակառուն չի իմանում ինչ անի 10,000 դրամը, ապա ՀՀ նախագահը արդյոք գիտի թե ինչ պետք է նա անի իր պաշտոնում։ Ես այդ իհարկե հիմա, բայց ես մի հատ ավելի կարևոր այդ բանի եմ ասում։ Բայց դուք հիմնավորումը լսեք, ինչի են տալիս այդ բարձր աշխատավարձ եւ պարգևավճար։ Ասում եմ, որպեսզի կոռուպցիայով չզբաղվեն ու չթալանեն։ Այսինքն մենք ինչ ենք հասկանում։ Մենք հասկանում ենք, որ այս մարդիկ պոտենցիալ կոռուպցիաներ են։ Ինչի պոտենցիալ։ Կոռուպցիոներներ են եւ թալանչիներ են, բայց եկեք հիմա այս նոր տարի է, էլի, մի 7-8 միլիոն փող տանք, որ նոր տարվան, հա, բյուջեն հանգիստ թողը։ Բայց սրանից են կողմ ինքնախոստովանական ցուցմունքը, որ մենք գործ ունենք կոռուպցիոներների ու թալանչիների հետ։ Բայց էլ ո՞նց է լինում։ Չեն ասում է, այսինքն թալանը օրինականացնում։ Այդ ձեր ասած падգամավորը ինքը ուրիշ բան ասում է պետություն կառավարող մարդուն, օրենք գրող մարդուն $2,500 քիչ է, ասում եմ, ես էլ եմ համաձայն։ Երբ որ ընդհանուր կենսամակարդակը կբարձրացվի անգամներով, այո, падգամավորի աշխատավարձը պիտի բարձրացվի։ Այս ինքը նորմալ բան ասում, բայց ամբողջ իշխանությունը այսօր ասում է պարգևավճար տանք, որ չթալանեն, որ կոռուպցիայով չզբաղվեն։ Այսինքն ես գիտեմ, որ այս դատավորը թալանչի է, բանա, աշարքա վերցնում, ասում եմ լավ, արի ես քեզ ամիսը 2 միլիոն ավել փող տամ, դու այդ կաշառքը բան արա։ Բայց դա ո՞նց է լինում։ Բայց բա մենք այս ինչ պետության մեջ ենք ապրում մենք։
որ վարչապետը գիտի, որ իր ամբողջ իշխանությունը թալանչի ու կոռումպացված է։ Բայց ներառել ինքն էլ է կարծեմ մոտ եթե չեմ սխալվում բնականաբար ում տվել են, ով ստացել է այդ բանից, պարգևավճարից ու եթե հիմնավորումը իրանց ասած հիմնավորումն ես բան չեմ, հենց Նիկոլ Փաշինյանն է հիմնավորում։ Ես հրապարակային հայտարարում եմ, ես համաձայն եմ Ռուստամ, ինչ ասեցի, հա, այդ մարդու այդ տղայի հետ ես համաձայն եմ, որ պետական կառավարման համակարգը սոցիալապես լինի ապահովված, ոստիկանը պիտի լինի ապահովված, սա որ տեսնում ենք։ Բայց նա չէր խոսում պետական ապարատի մասին, նա խոսում էր միայն падգամավորի աշխատավարձի։ Կապ չունի, ես ընդհանրապես ավելին եմ ասում եմ, որ այո, պետություն կառավարող մարդը չպիտի մտածի, կարող է երեկոյան տուն գնամ ուտելու բան չունենամ, абսուրդ եմ ասում, այսքան ժամանակ կարող է մատների վրա 2-3 նախարար գտնենք, որ այդ մտահոգությունն ունեցել է, ես չգիտեմ, վստահ չեմ, որ 2-3 հոգի եղել է, բայց այդ իրանց հիմնավորումը, որ այդ տալիս ենք, որ բան չանեն, չթալանեն, այս абսուրդ է։ Փաշինյանը ընդունում է, որ իր նախարարները թալանչի։ Իհարկե, ինքին մեղադրում է այդ մարդկանց թալանչի լինել։ Ճիշտ է, միանշանակ։ Բայց սրա վրա պիտի ուշադրություն դարձնենք։ Ու ինքը ճիշտ է ասում։ Ինքը այս անկեղծ խոստովանությունն ասում։ Վերցրեք, ես ամեն օր անկեղծ ասած չեմ էլ կարդում այդ բաները, որտեղ գիտեմ, որ այդպես է։ Ու որ իմանամ, տենց ուղեղս ծանրաբեռնում է, որ այս ինչ падգամավորը 18 թվին բաներ, ոտաբոբիկ եկավ, իրանք ոնց էին ասում, բանը, Խաչիկ Սուքյան բանով, բոթասներով եկավ, եկողքերդ նայ, տես քանի հոգի են բոթասով եկել, ու հիմա ինչ կարգավիճակում են, ինչ կոստյումներ են հագնում, ինչ են ուտում, ինչ են խմում, ինչ մեքենա ունեն, ինչ տուն ունեն։ Եկողքերդ նայ, ինչ ես գնում այդ 30 տարվա վաղեմությամբ, որ հիշես, թե ով ինչով է եկել։ 30 տարի առաջ դեռ հնարավոր էր բոթասով գալ, հետո կոշիկ հագնել, հնարավոր էր այն ժամանակ։ Եթե նույնիսկ 30 տարի առաջ բոթասով էին եկել իշխանության, ես օրինակ հիշում եմ Գերագույն խորհուրդը, որտեղ կար իրոք գաղափարական բախում, իրոք քաղաքական մտքերի գեներացիա, այսինքն ենթադրենք այդ տրամաբանությունից ելնենք, որ այդ մարդիկ եկել էին բոթասով, սակայն այդ մարդիկ բոթասով գալով հանդերձ կերտեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը, ազատագրեցին Արցախը, հաղթանակ տարան մարտի դաշտում, ձևավորեցին պետական ինստիտուտները, մի խոսքով հաղթանակներ մեզ պարգևեցին, իսկ այսօրվա բոթասով եկողները ընդամենը գրեհկաբանությունը հայոյանքը բերեցին թե եթեր, թե ազգային ժողով, թե մնացած այլ ոլորտ։ Այն բանը աղետը, որ բերեցին ազգի գլխին։ Ես ուրիշ բան էլի այդ թեմայի մեջ այդ ձեր ասած Գերագույն խորհրդի падգամավորներն որում աշխատավարձ չէին ստանում։ Չէին ստանում, այո։ Այդ սոցիալի տրանսպորտի փողերը սիմվոլիկ ինչ-որ գումարներ են։ Հա, այն էլ ովքեր որ մշտական հանձնաժողովներում ներգրաված են Գերագույն խորհրդի մասին է խոսքը։ Հետո ազգային ժողովն էլ տենց բան չէր առաջի գումարման, որ աշխատավարձ ստանային բան։ Ու մի հատ տրանսպորտի գումար են ստանում, մի հատ այդ հյուրանոցի բանի փող են ստանում, այդ մարզերից եկող падգամավորները, ուզում եմ ասեմ, այդ բաները, այդ սրանց այսօրվա կեցուցաձևը ակնհայտ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը անկեղծացել է, ասելով, որ փողը տանք չթալանեն։ Երևի տիրապետում ամբողջ ինֆորմացիային մեր նման բաներից, հայտարարագրերից եւ այլ տեղեկություններից չի, ինքը ավելի հստակ գիտի, որ իր թիմը այսօր զբաղված է կոռուպցիայով եւ թալանով։ Հակառակ դեպքում չես կարող այդքան հարուստ անել։ Իհարկե։ Այդ աշխատավարձը падգամավորից է, մարդը բողոքում ասում է 1 միլիոն դրամը քիչ է, որտեղ ինքը որ բազմապատկենք 5 տարվա, եթե ինքը ոչ մի բան չանի այդ գումարին չկպնի, ասենք ամուսիններով падգամավոր լինեն, մեկի փողով ապրեն, մյուսի փողը հավաքեն, որ կարողանան վերջում են տունը առնեն, որ արդեն առաջի երկրորդ տարվա մեջ առել են։ Ուզում ասեմ, այստեղ ակնհայտ անկեղծացման պահ է եղել, բայց մեր ժողովրդին ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ բաների վրա։ Իդեպ, պարոն Խաչատրյան, բոթասներից եւ առաջին գումարման ազգային ժողովից խոսեցինք,
հիշեցի Վահագն Խաչատուրյանին, որը նույնպես առաջին գումարման ազգային ժողովի падգամավոր է եղել։ Թե ես, թե դուք լավ ճանաչում ենք Վահագն Խաչատուրյանին, բազմիցս առիթներ ենք ունեցել շփվելու եւ երբևէ չենք լսել, որ նա խոսի Հայաստանի արտաքին քաղաքականությունից կամ առհասարակ Արցախյան հիմնախնդրից։ Նրա հիմնական թեման եղել է տնտեսությունը։ Դավոսում նա հայտարարեց, որ մեր երկու երկրների ղեկավարները, մեր երկու երկրներ ասելով նա նկատի ուներ Հայաստանին ու Ադրբեջանին։ Մեր երկու երկրների ղեկավարները մարդկանց բարեկեցության հնարավորությունը գերադասել են ամեն ինչից։ Հիմա ինչ նկատի ունի Վահագն Խաչատուրյանը այդ ամեն ինչը ասելով ու երբևէ դուք լսել եք նրա կողմից, որ նա ժամանակին Արցախի հիմնախնդիրը, մեր ազգային արժեքները, հայ առաքելական եկեղեցին, մի խոսքով ամեն ինչը տեղավորի մնացած ամեն ինչի մեջ եւ այդ ամենը ստորադասի բարեկեցությանը։ Հիմա ո՞րն է այդ մարդու փոփոխության մոտիվացիան։ Հիմա է նա հանդես գալի իրական դեմքով, թե այն ժամանակ կեղծում էր պարզապես այն, ինչը մտածում էր։ Իմ կարծիքով քաղաքականությամբ զբաղվող մարդուն երկու բան ապել, որպեսզի իր մասին դրական կարծիք կազմենք։ Տրամաբանություն եւ բարոյականություն։ Այդ մնացածը կարծեմ Ռոբերտ Քոչարյանն էր, թե ով էր, չէ, ասել էր գիրք կարդալ պետք չի, բան։ Ճիշտ ասած։ Այդ այն մնացածը այդ սնուցող բաներ են, բայց եթե մարդու մոտ չկա տրամաբանություն, ինչպես ԿՊԱ-ական կուսակցության գերակշիռ, հա, ներկայացուցիչների մոտ եւ չկա բարոյականություն, ինչպես ցավոք սրտի տևական ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտում, այս մարդը դառնում է մոնստր, չի դառնում քաղաքական գործիչ։ Այ իսկապես հարց է, ես այդ հարցի պատասխանը անկեղծ եմ ասում, չգիտեմ։ Դու 30-88 թվականից մինչև 18-19 թվական երբ նախարար չեն նշանակվեց, դու այդ ամբողջ ժամանակահատվածում ինչ ես, կեղծել ես, հա, այդ Ղարաբաղյան շարժում, մենք հազարավոր խոսակցություններ եղել, հրապարակային ելույթներ, քաղաքական պայքարի ընթացքում բաներ, հա, 17 թվականին ինքը պաշտպանել է այդ խաղաղության ծրագիրը, ցուցակի մեջ ա եղել ինքը, այսինքն դու այդ 30 տարիներ կեղծել, թե հիմա ես կեղծում։ Թե հիմա ես կեղծում։ Երկու դեպքում էլ ինքը մեկ է։ Մի դեպքում կեղծում է, չէ՞։ Իհարկե։ Վերջացավ այդ բարոյականության կոմպոնենտը հանեցին։ Հիմա տրամաբանության կոմպոնենտը։ Իսկ ով ասեց, որ հայ ժողովուրդը կարող է բարեկեցիկ ապրել առանց ազգային արժեքների, առանց հայրենիքի։ Հիմա Արցախցուն ինչ անես, որ ինքը բարեկեցիկ ապրի։ Ու Իրան երջանիկ համար։ 5 օր գնում ենք աշխարհի ամենալավ քաղաքը, ապրում ենք ամենալավ հյուրանոցում, 6-րդ օրը ձգում այս երկիրը մեզ։ Հա տունը, հայրենիքը, ծնողները, այդ հայրենիք կոչված է, ինչա տունն է, բակը դա, երեխեքը դեն, ընկերները դա, չգիտեմ, կինն է, սիրուհին է, բան, հա, ձգում են, հետ են կանչում 6-րդ օրը։ Բա դու հիմա այդ մարդուն ինչ պիտի տաս, որ ինքը բարեկեցիկ ապրի։ Երբ որ 3000 տարի ինքը այդ հողի վրա ապրել է, արմատ ունի, հող ունի, այդ ժամանակին կարող են, չէ, նստեին ավտոբուս, գային, բնակվեն Երևանի կողքը ինչ-որ մի հատ գյուղում։ Ավելի լավ ենթադրենք, ապրեն, քան Արցախում են ապրում։ Բայց չեն արել, չէ, չեն ուզեցել, չէ։ Հիմա դու ինչ բարեկեցության մասին ես խոսում։ Այստեղ հաց, այստեղ կաց, այդ որն է այդ բարեկեցությունը։ Այդ տրամաբանության այդ գաղթականի խարանը վրետ, հա, դու ոնց ես բարեկեցիկ մարդուն ապահովելու բարեկեցիկ կյանք։ Դե Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է այստեղ հաց, այստեղ կաց։ Ահա դա է հայրենիքի պատկերացումը։ Չէ, դրա համար եմ ասում եմ բարոյականության բանը հանում ենք։ Իրանք չունեն, այս չունեն։ Իրանք ամենաանբարոյական բաները կարող են ասել ու լսել իրենց, ասել ուրիշների հասցեին եւ լսել իրենց հասցեին, բայց բանը, հիմա այդ շատ վատ բան է եղել իրականում, երբ որ մենք մեկին վիրավորելու համար ասել ենք թուրք։ Այդ շատ վատ բան է, որտեղ խաղաղությունն ու բարի դրացիությունը հարևանների հետ իմ համար միսու արունն է։
Ես միշտ եմ համարել, որ մենք պետք է մեր հարևանների հետ ապրենք խաղաղ հարատև խաղաղության, համագործակցության, բարգավաճման մթնոլորտում։ Բայց այդ որ ասում են թուրք, այդ իսկապես եղել է վիրավորական։ Այս մարդը էլ ասում է այդ մտքից ինքը այդ հայոյանքը, այդ թուրքը որպես հայոյանք են, չէ՞ օտա։ Ինքը ասում է ես չեմ վիրավորվում, ու իր թիմը դուք էլ մի վիրավորվեք։ Այս իրանք հաղթահարում են վիրավորանքի բանը, որպեսզի սովորեն այդ անընդհատ վիրավորանքներին, սովորական դարձնեն այդ իրանց համար։ Ես չգիտեմ, հիմա յուրաքանչյուր նորմալ տղամարդու երբ որ հայում են, դա դառնում է ծեսկրտուկ, հա, ինչ-որ կերպ արժանապատվությունը պաշտպանում։ Ինքը ասում է, եկեք մենք քայլ անենք այս արժանապատվության։ Հիմա իրանք արել են։ Հիմա մեր ազգին ասում են, եկեք այդ այստեղ հաց, այստեղ կաց կամ չգիտեմ, անընդհատ հացի խնդրի վերած, ախր էդ էլ չեն ապահովում։ Իրականում դա էլ չէ։ Էդ էլ չեն ապահովում։ Եթե անգամ այդ ապահովեին, այս բաները այդ բենզին, գազ, որ ասում են հիմա գազն, այդ բենզինը որ բերում են Ադրբեջանում։ Մենակ այն փաստը, որ բենզինը Ադրբեջանով դեռևս չբացված ճանապարհների պայմաններում բենզին է գալիս հասնում Երևան։ Այս բավարար է, որ այս քաղաքական ուժին մենք մերժենք, որովհետև 19 թվականին այս նույն քաղաքական ուժը ռեալության մեջ ունեցել է 100%-անոց հնարավորություն խաղաղություն հաստատելու ճանապարհները բացելու։ Բայց նրանց կասեին դավաճան։ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, եթե ես կանգնեցնեի հիմա էլ են ասում դավաճան ու գնալով ավելի շատանում են ասողները, որտեղ գնալով ավելի շատ են մարդիկ հասկանում, թե սա մեզ ինչ փորձանքի է բերել։ Պարոն Խաչատրյան, դուք ներկայացնում եք նաև քաղաքական ուժ։ Այո։ Եվ Նիկոլ Փաշինյանի հերացման թիվ 1 պատասխանատուն դա ընդդիմադիր քաղաքական ուժերն են։ Հիմա ինչպես եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հերացման գործընթացը որպես ընդդիմադիր գործիչ, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ եւ առաջիկայում ինչ գործընթացներ են մեզ սպասվում, մենք ականատես կլինենք խոշոր միավորների ձևավորմանը, եկեք անկեղծ լինենք, որ ընդդիմությանը չի հաջողվելու մի ճակատով գնալ ընտրության եւ նույնիսկ արդյունավետ էլ չէ մի ճակատով հանդես գալը, իրատեսական էլ չէ, սակայն մասնատված ընտրության գնալը նույնպես չի բերելու հաղթանակի։ Ես կարծում եմ իմ սուբյեկտիվ կարծիքով անհրաժեշտ է ձևավորվի մոտ 3-4 խոշոր ընդդիմադիր բլոկներ։ Հիմա ինչպես եք դուք ինքներդ տեսնում այդ գործընթացը ու կարող ենք մենք տեսնել ապագայում ձևավորված այդ բլոկները։ Համաձայն չեմ, գործնականում հնարավոր չի իհարկե մեծ ցավոք սրտի մեծ բլոկ միասնական ճակատ կազմելը, բայց եթե կազմվեր Նիկոլ Փաշինյանին հնարավոր է մի հատ մեծ համազգային ճակատով իշխանությունից հեռացնել։ Դուք նկատում եք 21-ին թե հիմա։ Հիմա ցավոք սրտի հիմա անհնար է։ Ու տեսանելի չի, որ ընդդիմությունը կարողանա մի հատ մեծ բլոկ կազմել եւ այդ բլոկով մտնել բանի մեջ, հա։ Ես նկատի ունեմ գոնե ընդդիմության են գլխավոր դերակատարներին, օրակարգաստեղծ, հա, ընդդիմությանը։ Ինչ վերաբերվում է 3-4, ես համարում եմ, որ պիտի խոշորացումներ լինեն։ 2 կլինի, 3 կլինի, բայց որպեսզի որպես դիդակտիկ նյութ եկեք ես ձեզ առաջարկեմ Գյումրու, Երևանի, Վաղարշապատի ու Փարաքարի ընտրությունները։ Այս 4 ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հավաքել է ստատիկ ձայներ։ Ընտրողների ցուցակի 10%-ը։ Հաշված է, կարող եք դուք էլ հաշվեք։ 8-ից 12%, 10%, հա, միջին ասում։ Այն տեղերում, որտեղ որ ընդդիմությունը կարողացավ միավորվել, ուժեղանալ, բլոկներ ստեղծել, որոնք մթնոլորտը թեժացրեցին, Նիկոլ Փաշինյանի ուժը պարտվեց։ Որտեղ որ հնարավոր չեղավ այդ գործընթացն անել, իր փոքր այդ տոկոսներով Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանության գալ։ Ընդ որում ոչ Երևանում, ոչ Վաղարշապատում
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթահարել 50+1-ը։ Երկու տեղում էլ, այսպես բաներով այդ կողքից դաշինքային բան դրամաբանության մեջ Կոալիցիան սկզբունքով է։ վաղար շաբաթում կոալիցիա չեղավ, Չէ, Երևանում նկատի ունեմ։ բայց 47% էր հավաքել, 51 չէր հավաքել, իսկ Երևանում այդ կոալիցիայի բանի, այդ ինտրիգների, շանտաժի բանի արդյունքում կարողացան իշխանություն վերցնել։ Հիմա եթե մենք կարողանանք ընդդիմությունը կարողանա, այո, 2-3 ուժեղ բևեռ ստեղծել, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին կգնա երկարատև հանգստի։ Ընդմիշտ հանգստի։ Հա, ես չեմ կարծում, թե այս պետական ռոպագանդան իր ձեռքից վերցնելուց հետո մի շաբաթ հետո նա որևէ շանս կունենա այս ժողովրդի մեջ դուրս գալու, որտեղ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ 1 աջակիցը ոչ եվրոպական կառույցներն են, ոչ Ֆիդանն է, ոչ Ալիևն է, այս ռոպագանդիստական մեքենան է, որը անվճար ինքը կամ պետական բյուջեի հաշվին ինքը օգտագործում է մեր ժողովրդի ուղեղները լվացնելու համար։ Դե ինչ, պարոն Խաչատրյան, հենց այս նոտայի վրա էլ ավարտենք մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։